Անվտանգություն, ինքնիշխանություն, վճռականություն, դիմակայունություն։ Եվրամիությանն անդամակցություն, զարգացած տնտեսություն, ուժեղ բանակ, վստահելի դաշնակիցներ։ Ազգային արժանապատվություն, միասնականություն, համերաշխություն, պատասխանատվություն։ Օրենքի գերակայություն, անկախ դատարան, կոռուպցիայի մերժում։ Բարձր աշխատավարձ, անվճար բարձրագույն կրթություն, հասանելի առողջապահություն, արժանապատիվ թոշակ։ Հանուն հանրապետության, քո ձայնը խորհրդարանում։ Կատարիր գնումների իդեալ համակարգիր խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Բայց ինչն է ուշագրավ, մեր քաղաքական թիմում սկզբունքային անհատներ են Ազատ Արշակյանից սկսած, Վովա Առաքելյան, որ Տիգրան Մեծ աշխարհազորային գնդի հրամանատարն է, ձեր խոնարհ ծառան, Գևորգ Տեր-Գևորգյան, մեր մյուս գործընկերները, մենք անձնապես տուժել ենք Քոչարյանից։ Մենք ի տարբերություն շատերի պաշտոնի առաջարկները, որ մեզ արվել են, մենք դրանք մերժել ենք, նախընտրել ենք բանտը։ Նախընտրել ենք բանտը ինձ առաջին խափանման միջոց ընտրելիս Մարսել Պետրոսյան անունով գլխավոր դատախազության պաշտոնյան, ում ուղարկել էր կամ Ջանգիրյանը կամ Աղվան Հովսեփյանը։ Եկել էր ասում էր խմբագրությունդ փակի Հայաստանից գնա, հենց հիմա խափանման միջոցդ կընտրենք ու դու ազատության մեջ կլինես։ Ես նախընտրել եմ բանտը։ Ուղիղ 6 ամիս հետո, երբ իմ վաղաժամկետ պայմանական ազատման հարցն էր քննարկվում, ԱԱԾ կրակեմ հրաչի ենթական ապօրինի գույքի բռնագանձման գործով անցնում այդ տղան, եկել էր մոտս ինձ հետ բազար էր անում, ասում էր խնդրում եմ էլի համաձայնի SSS պայմաններով ազատ կարձակվես։ Դա նրա համար էր արվում, որ մի քանի օրից Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ինձ չճանաչի որպես քաղբանտարկյալ։ Ես Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում առաջին ճանաչված քաղբանտարկյալն եմ։ 3 տարի անընդմեջ ինձ Միացյալ Նահանգները, Freedom House, նաև Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի կողմից ես ճանաչվել եմ քաղբանտարկյալ։ Մեր մյուս գործընկերների հետ։ Ես առաջինն եմ եղել եւ ես դիմավորել եմ դրանից հետո քաղաքական հետապնդումների ենթարկված մեր մյուս ընկերներին, մեր շատ թանկ ընկերներին, Սափեյանները, մյուս Ջանգիրյան, Վարդանը, այդ ժամանակ Վովա Առաքելյան, Սմբատ Այվազյան, իրենք Վարդաշենում էին եւ ես այդ ժամանակ Երևանի գաղութում էի Նուբարաշեն քրեակատարական հիմնարկում, հետո առողջության բերումով դատապարտյալների հիվանդանոցում հայտնվեցի։ Բայց մի վարքյան չընկրկեցինք, ուրիշների նման պաշտոն ու աշխատանք ու սեփական բիզնեսի այդ առաջարկները չընդունեցինք։ Դրա համար այսօր իրավունք ենք վերապահում այս մասին խոսել եւ հետապնդել եւ մեր քաղաքական օրակարգի ուրեմն այս կարևոր մասը դարձնել։ Ես ուզում եմ հատկապես նաև խոսենք այս նոր բացահայտված Կիրիենկոյի գրասենյակի այդ արձանագրությունների մասին, որոնք փաստորեն սպրտել են եւ լրատվամիջոցներ, Դանիել Հովհաննիսյանն էր բացահայտել, որ փաստորեն կոնկրետ տեղեկություններ կան այն մասին, ապացույցներ, որոնք վկայում են, որ Ռուսաստանի նախագահի աշխատակազմում ծրագրվել է Հայաստանի դեմ պատերազմը սաստկացնել այս ժամանակահատվածում եւ դրանք փաստորեն ավելի սաստիկ են այդ հարձակումները, քան եղել են Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Մոլդովայում, միասին վերցրած, sense դեզինֆորմացիոն նյութերի քանակը, ծավալը ուղղակի անպատկերացնելի։ Ինչ աստիճան են թիրախավորել Հայաստանում։ Եվ ես հիշում եմ
Սալավյովի ասածը։ Ուրեմն այն որ կկորցնենք մեկը մյուսը այդ ոչինչ պիրիժիվյոն այ որ Հայաստանը կորցնենք այս է լրջագույն խնդրեմ նրանք սա համարում են որպես իրենց սեփական եսի կորուստ որպես կայսրություն հա որտեվ Քոչարյանի նման բանը պրոքսի ունեն ստեղ այո եւ ով նվիրաբերել էր մեր երկիրը ինչպես Ազատ Արշակյանը ասեց Ռուսաստանին եւ իրենք համարում են ժամանակավորապես կորցրած Հայաստանը այո եւ հիմա այս ընտրությունները գնում են վաբանկ այդ ժամանակավոր կորցրածը հետ բերելու համար եւ այո այդ գործին լծված է համար մեկով Ռոբերտ Քոչարյանը մնացածը ածանցյալն են Ռոբերտ Քոչարյանի եւ կատարում են Ռոբերտ Քոչարյանի համար օժանդակ ֆունկցիաներ հաշվի առնելով նրա տոքսիկ կերպարը Հայաստանի հասարակության մեջ այն խորապես այդ զզվանքը որը կա նրա նկատմամբ եւ ինչա պետք է խաբեություն պարոն Ծառուկյանը ասենց ինքստինքյան համապատասխան բաներ խոսալով Պակիստանին երաշխավոր բերելով Պակիստանին երաշխավոր բերելով բանով դա ինչ որ բաներ կհավաքի պարոն Սամվել Կարապետյանը ամենօրյա ռեժիմով կաշառքի վրա իր կողմնակիցներին բռնելով, բայց այնուամենայնիվ ինչ որ բանել նա կքերի։ Դա վարչապետացուչի դե ամոթ, հա։ Նա էլ իրավունք չունի։ Այո, չէ, դե նա ասում է, որ ես վարչապետի տեխնացու չեմ։ Հա, իր մոտ է չկա էլ։ Եվ այստեղ մնում է այդ համար 1 խիմիան, հա։ Պուտինին նավիճոկի դերում Հայաստանում գործող Ռոբերտ Քոչարյանը։ Ահա մենք ինչի հետ գործ ունենք։ Եվ այստեղ ոչ թե պիտի մենք երկրորդենք գործող իշխանությանը, այլ ամենակարևորը գործող իշխանությունից պիտի գործողություն պահանջենք այս թույնի, այս մեր պետության նորից գործող իշխանություն, չէ՞, որ ասում ի՞նչ է նշանակում գործող, գործեք։ Ոչ թե ասեք համբալ, հա, այլ տարեք քրեական օրենսգրքով նախատեսված բոլոր պատիժներին համարժեք, ուրեմն գործերը արդեն հարուցված, եթե չկան դրանք հարուցեք այդ գործերը, եղած վարույթները նորմալ տեղ հասցրեք, այս դատական համակարգը, որ անընդունակ եղավ ընդհանրապես Քոչարյանին պատասխանատվության կանչել, դոտ լինելու, անուղեղ լինելու եւ համբար լինելու մեջ հանցակազմ չկա ըստ մեր քրեական օրենսգրքի եւ նման մագդիրներով նրանց երկրորդելով պետությունը այո դուք ընդհանրապես քողարկում եք նրանց իրական ամբողջ թալանչի մարդակեր ստորակարճ էությունը հա պետական հանցագործի քրեական բանդիտական մաֆիական իրական այն բնույթը, որ իրենք բերեցին մեր երկիր եւ ինչպես Ազատ Արշակյանն էր ասում, այո, մենք դրանց պատճառով պետությունը վաճառելու, մեր ազատությունը վաճառելու փորձ ձեռք բերեցինք։ Սրանք ներմուծեցին ընտրակաշառքը։ Մի բան, որը առաջին օրից խախտել էին մեր սահմանադրության խախտմամբ կեղծ տեղեկանքով եկել էր Հայաստանում նախագահի պաշտոն էր ստանձնել, այդ դրա համար այդ տեսակ մեկի համար սահմանադրական կարգի վրա ոտնձգելը մեկից մեկ էր, իսկ ինձ համար ընտրակաշառք առաջարկելը պետության նկատմամբ հարձակում է, սահմանադրական կարգի նկատմամբ հարձակում է եւ ոչ դրանից ավելի պակաս բան։ Լավ, ինչ էր արել Քոչարյանը։ Ըստ էության գլխավորելով կազմակերպված քրեական խմբավորումը զավթել էր պետությունը եւ պետությունը վերածել էր հանցագործությունների գործիքի սերիական հանցագործությունների այդ թվում սպանություններ թալան պետական ունեցվածքը այլ երկրին փոխանցում տնտեսության ամբողջական ճյուղերի նվիրաբերումը այլ պետությանը որ այսօր որպես լծակա օգտագործում թշնամության համար Իրանից եկած գազատարը բարակացնելու երկաթուղու կառավարումը ռուսներին հանձնելու գազը ռուսներին հանձնելու գազամուղը գազատրանսպորտային ամբողջ համակարգը որ մենք այլընտրանքային գազի նույնիսկ հնարավորություն եւ հեռանկար չունենանք
ու դրանից հետո խոսում է հարիվ լինելու մասին, չգիտեմ, տուզիկից, մեկից, ես սրանից ենքում հարիվ, ընդ որում դժբախտ հարիվ, սրանից ենքում տուզիկություն երևի դժվար է պատկերացնել, նա պետք է պատասխան, գլխով պետք է պատասխան։ Հակառակ դեպքում Հայաստանը պետություն է դառնում իր բանտ նստելով։ Մեկ ընդմիշտ եկեք մենք ֆիքսենք այս բանը։ Նա պետք է նստի։ Դրա համար կարծում եմ նաև իշխանությանը ամեն օր այս բոլորի մասին հիշեցնելուց բացի պետք է պահանջել գործողություններ, ոչ թե հայտարարել, թե հունիսի 7-ին քեզ կզսնելով տանելու են քրեակատարողական հիմնարկ, այլ այդ տանում ես ու ասում ես տարա։ Այո, ինչի համար մենք գոնե մասնակի նշեցինք, թե ինչ առիթներ ու ինչ պատճառները արկա։ Աչքերդ փակ, մատդ մցունես քրեական օրենսգրքի մեջ, որ հոդվածի վրա մատդ կանգնի, այդ հոդվածով հանցակազմում։ Եվ Ռոբերտ Քոչարյանը հիմա ընտրությունների է մասնակցում, ոչ թե իր դեմ քննչական հերթական գործողության։ Դե ուրեմն ընդդիմափոխություն։ Մասնակցեք ընդդիմափոխությանը, թիվ 1 հրամայականը։ Մաս դարձեք ընդդիմափոխությանը, տեր կանգնեք ընդդիմությանը, պահանջեք ընդդիմությունից հավասարակշռել իշխանությունը եւ աշխատացնել իշխանությունը։ Մի թողեք, որ ընդդիմությունը, այո, ընդդիմությունը շամփայ չպիտի լինի։ Ընդդիմությունը հանցագործների փայ չպիտի լինի։ Նրանք, ովքեր մեր պետության հակառակորդներն են, իրենք տեղ չունեն մեր քաղաքական միջավայրում։ Իշխանությունը կարիք ունի ուժեղ ընդդիմության, որը թափանցիկություն եւ հաշվետվողականություն է պահանջում իշխանությունից, ընդդիմություն, որը հետևողականորեն ձեր առաջադրանքները բարձրաձայնում է եւ պահանջում է քայլեր, գործողություններ, հետևողականություն։ Եվ ուրեմն քաղաքացի տեր կանգնի պետությանը, տեր կանգնի իշխանությանը, տեր կանգնի ընդդիմությանը։ Սա քո պետությունն է, իշխանությունը, դու եւ միայն դու ես։ Դրա համար գնա եւ քվեարկիր։ Համար 18 անուն հանրապետության։ Քո ձայնը խորհրդարանում։ Հաղթանակ։